Փոս կար, կանանց ու երեխեքի գլուխները կտրում գցում էին փոսը, ինձ էլ զարկեցին, ընկա, բայց զգում եմ, որ կենդանի եմ, արյունի հոտը աշխարհ էր բռնել, դիակների տակն էի արյունների մեջ, ժանդարմները իրենց գործը պրծան ու բենզին լցրեցին փոսի մեջ, որ վառեն, մեռնողները չէին զգում, բայց կենդանի մնացածները կգոռային, ես կզգայի, որ մեկը ձեռքս ամուր բռնել է, մեկ օր մնացի մեռելների մեջ, մի կին գլուխը մի կերպ հանեց ու գոռաց, ով ողջ է, ելեք փախնենք, այն տակ ձեռքը, որ ինձ ամուր բռնել էր, քաշ տալով հանեց փոսից, տեսա, որ մայրս է, 3 տարեկան եղբայրս գիրկը, մոտ 20 հոգի փոսից ելանք արյունոտ, վիրավոր, վառված մազերով, սևացած դեմքերով, բոլորս էլ սոված էինք, ոչ էլ ջուր կար, գնում էինք օրերով, չգիտեինք թե ուր, գիշերը քայլում էինք, ցերեկը թաքնվում, եղբորս կորցրեցինք, ինչպես ես էլ չգիտեմ,